եկավ այն պահը, որից ամենաշատն էի ես վախենում, հրաժեշտի պահը, ես քեզ կկարոտեմ, դու կմնաս միշտ իմ սրտում, բզնունյանց 17, ես քեզ միշտ կկարոտեմ տնակ, իմ հիշողությունների գանձարան։ Սամսոնիչ, մեր առաջին հանդիպման ժամանակ ես նենցը հասկացել էի, որ դու տարօրինակ ես, բայց սենց։ Մանե, տնեցիք տունը ծախում են։ Ոնց։ Ատենց, ինչ-որ Գաբրիել Տեր-Պետրոսյանին։ Գաբրիել Տեր-Պետրոսյանին։ Մանե։ Կներես Սամսոնիչ, արի բարձրանանք սենյակ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Դե պատմի։ Ուրեմն լսի Սամսոնիչ, Գաբրիել Տեր-Պետրոսյանը չարագործ է։ Կոմիքսների չարագործների պես։ Հա, Բա ո՞րն է իր սուպերուժը։ սուպերուժ։ Հա, տես, օրինակ տանսի սուպերուժը են, հա, որ ինքը մի հատ ձեռքի շարժումով կարում է վերացնի մարդկության կեսին։ Դե իր սուպերուժն էլ փողն է։ Ինքը մեկ ձեռքի շարժումով կարողանում է զանգ անել ու անտառներ, գետեր եւ սարեր են վերանում։ Բայց ամեն ինչը որտեղից գիտես։ Սամսոնիչ, իր ընտանիքը եվրոպական բանկերների դինաստիայից է։ Իրանք ֆինանսավորում են հեղափոխություններ, պատերազմներ, դե ու Եվրատեսիլը։ Ու իր ընտանիքի միակ նպատակը դա շատ փող աշխատելն է, շատ փող։ Լավ, պարզ է, ման է, բայց ինֆորմացիան քեզ որտեղից Գաբրիել Տեր-Պետրոսյանի մասին։ Սամսոնիչ, ես գրին անարխիայից եմ։ Լսել ես մեր մասին։ Հո, ոնց չեմ լսել։ Հա, դրա համար է չես գալի դասի։ Հա, Սամսոնիչ, չէ, դասի գնալը դրա հետ կապ չունի, ուղղակի հավես չունեի։ Ինչ պետք է անենք Գաբրիել Տեր-Պետրոսյանին։ Նախ Սամսոնիչ, մենք իրան գրին անարխիայում ասում ենք զլո։ Զլո Տեր-Պետրոսյան։ Չէ Սամսոնիչ, ասում ենք զլո, որ կարճ լինի, որ ամեն անգամ անուն ազգանունը չասենք։ Պարզ է, բա ոնց ենք պայքարելու Զլոյի դեմ։ Մենք լավ միտք ունենք, հացադուլ։ Չէ, ես մեկն էլ չկա։ Երեք սենյականս բնակարան։ Ալո, բարև ձեզ, տան համար եմ զանգարել, որ վաճառում եք, ոնց արդեն վաճառել եք, ում եք վաճառել, Գաբրիել Տեր-Պետրոսյանի, լավ, պարզ է, էլ տուն չկա ջուլիկ, Չէ, բոլորին զանգեցինք։ չեմ հասկանում, այդ Գաբրիել Տեր-Պետրոսյանը սաղ Երևանի տաները աղել, հա, բա որդ ենք ապրելու, հլո, Գյումրի տունն է իմ։ Հեսա։ Դե հետ մեկն էլ չեղավ, Լանա։ Բա ինչ անենք, կույզյա։ Ես դուք ինչ եք անում։ Տուն ենք ման գալիս։ Չկա չէ տուն։ Չէ, դուք էլ եք ման գալիս։ Հա, այդ Գաբրիել Գարսիա Սահակի այդ Սամվել Հայկ Տեր Մանվելի վաղարշա, ոչմ կարևոր չի, այդ երկար անով մարդը հանրապետությունում բոլոր վաճառվող տները առել է։ Հոցադուլ։ Հա, աշխարհում ոչ միտեղ անչափահասները հացադուլ չեն արել։ Բոլորի ուշադրությունը կհրավիրենք մեզ վրա։ Ո՞վ պետք է մասնակցի։ Դե օրինակ դու։ Ես չեմ կարա սոված մնամ։ Պարզա։ Լավ, չեմ ուտի, բայց չգիտեմ ինչքան գձգեմ։ Ալո։ Չէ, չգիտեմ։ Լուրերը միացնեմ։ Չէ, նովեմբերյան էլ տուն չկա։ Հայաստան տուն չմնաց։ Մեկ ստիպած պետք է երանանք մեր երկրից։ Ես մեր հողու ջրից կտրվողը չեմ։ Բա ինչ անենք։ Մեջ եք։ Հերոստացույցը միացրեք։ Ինչի համար։ Սուս։
Մեկ ժամ առաջ լուր ստացանք, որ մեծահարուստ գործարար Գաբրիել Տեր-Պետրոսյանի մեքենան բախվել է էլեկտրական ինքնագլորին, որի պատճառով մեքենան ընկել է ձորը եւ այրվելով տրակ է։ Ինքնագլորին եւ վարորդին ոչ մի բան չի պատահել։ Ջան, դզեց, այս իլը վայրեն։